Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կթալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ընտանիքը ամենամեծ սրբությունն է։ Եվ ընտանիքեն գախյալ է սիրելներ ազգիմը, հարաճտիմությունը, կոյադևումը, ընտանիքներեն գախյալ է մարդկային կյանքի հարաճտիմությունը, փարոյական կյանքը, եթե ընտանիքներ սրբությամբ ապրին, Աստուծո երկյուղով ապրին, ապա ազգը սիրելներ կփառքավաճի։ Եթե ընտանիքներ քայթագությամբ մեղքերով ապրին, ապա ազգը սիրելիներ դժբախտաբար անգում կապրի։ Ես այսօր պիտի ուզեմ ցեզի ընթերցել եւ ավարտել Խրիմյան հայրիկի այս թրախտի ընտանիքի վերջի գլուխը։ Այս գիրքը սիրելիներ իսկապես որ ուղեցույց մնե ընտանիքներու համար։ Երանի թե շատ երդասարդ զույգեր, նույնիսկ ամուսնացած երկար դարներու ամուսնացած զույգեր ընթերցեն թրախտի ընտանիքի այս գիրքը Խրիմյան հայրիկի գրած, որտեղ իսկապես այնպիսի օրհնություններ կան այս գրքի մեջ, որով զույգերը ամուսնացողները գիտնան թե ինչպիսի կյանքով պետք է ապրին։ Ընտանիքն ալ սիրելներ իր անգումը եւ իր բարձրացումը ունի, երջանկություն ունի։ Երբ անգում գունենա ընտանիքը, երբ որ սխալներ գործե։ Խոսքս միան սիրելներ գործերու դգարը լալուն կամ ոյ մեկ նեղություն գրելու մասին չէ։ Անոնք սրբակրելի բաներ են, այլ երբ որ ընտանիքի մեջ մեղքը մտնե, քիդագից մեղքը, գամավոր մեղքը, այդ ժամանակ այդ ընտանիքը անգում կապրի։ Իսկ այդ ժամանակ որ Աստված վախությամբ մարդիկ առաջ կերտան, այդ ժամանակ ընտանիքը փառքավաճում կապրի։ Դժբախտաբար սիրելներ, երբ որ ընտանիքի հայրը փախտախաղի յետևե գերտա, խումար գխաղա, չգիտեմ թմրեցուցիչ կգործածե, կամ գինը զանազան տեսակի մեղքերու մեջ կինա, թավաճանություն գլա, այս բոլորը սիրելներ ընտանիքը կքայքայեն։ Հիսուս կսե այն ընտանիքը, որ բաժանը չի գրնար կյանքում մնալ։ Եկեք սիրելներ ընթերցեմ ցեզի այս սկանչելի գիրքի վերջի գլուխը, 17 գլուխներ արդեն ընթերցած եմ եւ գրնակ գայքեչիս վրա faithhopelove.mission.org բոլոր ընթերցանությունները ունգընտրել սիրելներ։ Գլուխ 18-րդ Փոփոխություն ընտանեկան վիճակին անգումն եւ փառքավաճումն։ Այս աշխարհի վրա մարդոց ընտանեկան վիճակը միշտ անըստույկ եւ անհաստատ է։ Այնչափ վիճակե ի վիճակ կփոփոխի, ինչպես դարերած շարունակող եղանակները, ինչպես որ սիրելներ ամար աշուն քարուն ծմեր ուրեմն գուքա, այդպես ալ այս 4 եղանակներում պես քարուն ամար աշուն ծմեր ընտանեկան կյանքի մեջ ալ վիճակներու փոփոխություններ կլան, գսե Խրիմյան հայրիկ։ Շատ հարմար է թե որսենք ընտանեկան վիճակը այնքան ելևեջ ունի, ինչպես օտաչափ կորձիկին աստիճաններն առավոտեն մինչև երեկո։ Ինչա որ օտաչափ կորձիկը սիրելներ առավոտեն մինչև իրգուն, ուրեմն աստիճանի տարբերությունը ցույց կտա դակեն ցուրտ, այդպես ալ ընտանեկան կյանքի մեջ հաջող կբադայի։ Աշխարհիս դարերքը բնական ու մշտնջենավոր օրենքով կշարժին։ Այս բոլոր եղանակները որ կան Աստված հաստատած է որ ամենքն իրենց օրենքով կշարժին ու կփոփոխին։ Արդյոք պետք է համարենք այնպես թե մարդուին ընտանեկան կյանքն եւս նույն մշտնջենավոր օրենքին տակ փակված է, միայն թե ուրիշ պայմաններով։ Զոր օրինակ Աստուծո բեդական հրաման օրինոք վճռեր է, որ մարդ յուր երեսած կրդինքով յուր հացն ուտե։ Աստված ասավ որ մարդուն ատամին ջագդի կրդինքովդ քո հացը ուտես։ Ուստի թե քաղաքացի, թե հողակորձ մշակը, եթե մինն արհեստով եւ մյուսն հարորին մաջով չաշխատին, ընտանեկան սեղանեն հաց կբաքսի եւ զավակները սովալելու կդանչին։ Ուրեմն հացն աշխատողինն է,
իսկ հեղկացող մշակին բաժինն է սովամահություն։ Ով որ գաշխատի, հաց կվաստակի։ Ով որ գծուլանա, գհեղկանա, անիգա դժբախտաբար անոր ընտանիքը սովամահ կդառնա։ Իբրև ճշմարիտ քրիստոնյա եւ անթերահավատ հավատացյալ բարտավոր եմ հավատալ թե զաշխար գարավարող նախախնամությունն, այսին Աստվածը, յուր անհեղլի օրենքով մեր վիճակը կփոփոխի բարձրութենե խոնարհութենե բարձրություն, բայց երկնից արդարության ադյանն այդ օրինած վճռակիրը հայնժամ իգործ կտնե, երբ մարդ մեղանչե նորաբնական օրինած եւ բադվիրանին թեմ, որով հայտ է թե մեր վիճակի փոփոխությունը մեր մեղքեն առաջ կուկա եւ մեղքը մեր ազատ գամքեն գծնի։ Սիրելներ, գսե Խրիմյան այրիկ, որ ընտանեկան կյանքը երբեմն բարձրութենեն վարգիչն է եւ խոնարհութենեն վեր կբարձրանա, բայց այս ելևեջը սիրելներ գախյալ է գսե մարդու ընտանիքին ապրած կյանքեն, եթե մեղավոր կյանքով գաբրին, ապա այդ բարձունքեն վար պիտինան, իսկ եթե Աստուծո վախով երկյուղով գաբրին, ապա ներքևեն պիտի բարձրանան։ Եթե այսպես է, ուրեմն ընտանեկան չարյաց ու աղետից նախապատճառը դարձյալ ինքն ընտանիքն է, ինչպես նաև բարեկեցիկ երջանկության։ Եթե չարիք հասնի ընտանիքի գլխուն, եթե սիրելներ աղետալի բաներ բադային, այդ ժամանակ ընտանիքն է գսե պատճառը։ Եթե երջանկության հասնին, դարձյալ ընտանիքն է, որքան աստվածավախ ընտանիք ըլլա, այդ անոնք սիրելներ ընտանիքի անդամները օրհնությամբ պիտի առաջնորդվին։ Սակայն աշխարհս եւ ժամանակը միշտ աղետաբեր օրեր ունին ու գբերեն ընտանեկան վիճակի վրա, որ այսօր ջոխ է, վաղը գչքավորի, որ այսօր երջանիկ է, վաղն աբերջանիկ, որ այսօր բարձրաբադիվ է, վաղն անբադիվ եւ արհամար։ Եթե բարձ հայեցողությամբ նայենք, այնպես կթվի մեզ, որ շատ անգամ ընտանյաց վերահաս չարիքները հերավոր բաժարներ են ուքան, զոր օրինակ, երկնից սասումներուն անարգել բադուհասներեն, երկրի անարդար գարավարութենեն, արշավանքներեն, բادرազներեն, մահդարաժամեն եւ այլ սույնբիսի գոդորածներեն եւ բադահարներեն։ Դժբախտաբար կբադային սիրելներ, որ օրինակ բնական բադահարներ կլան, եգրաշարժ, հրտեհ, գարգուտ եւ այլն, եւ դժբախտաբար երբեմն գարավարություններ բادرազմի կմտնեն ուրիշներու հետ եւ դժբախտաբար ընտանեկան կյանքը ահավոր վիճակի կհասնի։ Որ առհասարակ սոսկալի ու գորստյան բադուհասներ են, խոդի նման գհնցեն ու գսպարնան մարդկային ընկերության ընտանիքը, ջոխն ու աղքատն միասին եւ անխդրաբես իքերեզման իջուցանելով։ Սիրելներ, դժբախտաբար եւ որ բادرազները լան, ինչպես որ այսօր միջին արևելքի մեջ ահավոր բادرազներ կան։ Աստված խաղաղություն տոդա։ Դժբախտաբար առանց մեղքի անշուշտ շատ անմեղներ կմահանան եւ բادرազմը գհնցե աղքատ հարուստ չի ճանչնար, արդար մեղավոր չի ճանչնար, բادرազմը անքուտ է։ Հիրավի շատ ահավոր ու դժնդակ են այս արդակին արգածները, բայց առավել սոսկալի, առավել մահապերեն ընտանյաց համար ներքին ամենօրյա սովորական բադուհասները, զոր մարդիկ իրենց ազատ կամքով ու ցերկով կպատրաստեն։ Հիմա արդակին սիրելիներ բադուհասներ եւ որ բադային դժբախտաբար մարդու ցերկը չէ, բայց երբ որ ներքին բադուհասներ, ներքին նեղություններ կբադային ընտանիքի մեջ, անոնք ավելի վնաս կբերեն։ Արդակին բադուհասները մարդոց ցերնհասութենեն վեր են։ Մարդ կարող չէ խույս տալ կամ թիմակալել նոցաթեմ։ Զի ով կարող է իդալիո վեսուվ լերան հրապուխի պերանը փագել, որ հրճագավոր բոմբեն մոխրով չծածկեր, եւ ով կարող է ամբերուն հրաման տալ փարգաջայթ գարգուդով եւ հորտահոս անձրևով քյուղեր եւ քաղաքներ չողողեն։ Վերսուվիոն սիրելներ, ուրեմն իդալիո հարավային մասի մեջ այն հրապխային լերն է, որ Բոմբեյ քաղաքը ամբողջությամբ կործանեց։ Ես անձնապես եղած եմ ուխտավորներ դարած եմ այնտեղ եւ տեսած եմ մինչեւ այսօր սարած մարմիններ կան, ածխացած են ամբողջությամբ։ Անոնք բնական բադահարներ են, ով գրնար այդ Վեսուվիո լերը պերանը գապարիչնել փագել, որբեսի այդպիսի ձուխեր չարցակեր, հրապուխ չլար։ Կամ երբ որ ամբերը ահավոր գարգուտներ կդեղացնեն, ինչպես կարելի է գեցնել։ Այդպիսի բնական բադահարներ
Դժբախտաբար գբադային, բայց Խրեմյան այրիգը այս համեմատությունները գնե ցույց տալու համար, որ ներքին բադահարները, ընտանեկան հարցերը շատ ավելի ծանր են։ Իսկ ներքին բադուհասները այսպես չեն, այլ մեր ազատ գամած ու հրամանին դակ լինելով մենք կարող ենք թոցա առաջ թումբ քաշել, արգելուլ, որ մեր դունն եւ ընտանեկան սրահը չողողեն։ Սիրելներ, ներքին բադուհասները մեր ցերքի մեջն են։ Մենք կրնանք իմաստությամբ, հավատքով, սրբությամբ ապրիլ, որովհետեւ այդպիսի հարցեր չստեղծվին ընտանիքին կյանքին ներս։ Ընտանիքները դժբախտաբար, եթե ներսեն դեր եւ դիգին իրարու հետ անհամաձայն են, եթե զավակներ, ծնողներ անհամաձայն են, այդ ընտանիքը կքանդվի։ Արդակին բադուհասն աշխարհիս վրա միայն իդեղիս յուր արգածներ գտապե, ուր որ ուրեմն բադահի թուրսեն բադահացմաները, այդ դեղին վրա միայն ուրեմն քանթում գբերը։ Իսկ ներքինը քրեթե նոր քաղաքագիրտ աշխարհիս մեջ համաշխարական բադուհաս է, որ արեմուտքեն ելնելով թեպի արևելք յուր արշավանքները կշարունակե, որ իբրև համաճարակ ախտ յուր մահադու ցավ դիրերը մեր ընտանյաց սրդի մեջ, նոքա այս ձյուրական ախտով դագավ գմաշվին ու չեն ասկար։ Դժբախտաբար արեմուտքեն սիրելիներ, Եվրոպայեն, Ամերիկայեն այնպիսի ահավոր սովորություններ, այնպիսի փառքեր, այնպիսի վարքեր արևելք եկան, որ այսօր ընտանեկան կյանքը ամբողջությամբ խաթարված է նաև արևելքի մեջ։ Ինչպես օրինակ նոր ցեվաչափի ընտանիքները դղայի հետ ապրիլ, աղջիկա հետ ապրիլ, մարտինգզինգ անասունս կա կամ առանց եկեղեցական բսակի, առանց սուրբ բսակի, առանց pedagogan բսակի միասին ապրիլ, այս բոլորը սիրելներ արեմուտքեն եկան եւ արևելք թափանցելով ընտանեկան սրբությունները խախտեցին։ Սկսենք այժմ բարձրապես բացատրել այս հաջողական ախտին տեսակներն, առ որ սիրահարած են մեր գարջամիտ ընտանիքը եւ մահ քրելով դարաժամ մերնին։ Քանի են այդ ներքին ախտերուն ցեղը ուշադիր եղեք։ Ես խոսիմ քեզ մի եւ երկու բառով եւ այս է զեղ եւ ամփարոյական կյանք, զեղ կյանք, ուդել, խմել, քեֆնել, մեկ անգամ պիտի ապրենք, այսպես կսեն մարդիկ եւ այս զեղ ամփարո կյանքով գաբրին եւ ըստ Սուրբ Քրոց չափազանց ցանկություն եւ այլն, որոց այլ ջուղերը թվեմ քեզ ահավասիկ։ Հիմա քանի մեղքեր պիտի հիշե Խրիմյան հայրիկը։ Ցանկություն բազմախորդիկ սեղանո եւ քինարբեցության առանց գիտնալո ու հաշվելով, թե դաշտի մեջ որչափած, մարանի մեջ որչափաշար եւ գարասի մեջ որչափ քինի կա։ Սիրելիներ, սեղանները առատ ուդել, խմել, զեղ կյանքով ասիկա մեղք ունի։ Եվ ասիկա մեր ժողովրդի մեջ սկսած է թափանցել, ասիկա հյուրասիրություն չէ սիրելիներ, զեղություն է, որ այնքան ջաշեր գավելան սեղանի վրա վերջնալ գտապվին, կամ այնքան գուդեն, որ այլևս գհարպենան, այնքան գլագեն, որ այլևս դժբախտաբար զազրելի գթարնան, հետոյալ թուրս կուդան, գիները դարդերու մեջ կինան, ինգ գործընծնեն դղամարտիկ, ասիկա սիրելներ զեղ կյանքը հագա աստվածաշնչական է, հյուրասիրություն չէ, արադացերություն չէ ադիգա։ Ցանկություն հանդերձի եւ նորասիրության, ցանկություն հանդերձի հակուստերու ցանկություն, գիներուն կվերապերի, եւ որ 24 ժամ շապինգներու մեջ են, մրցակցության մեջ են իրարու հետ, ով ավելի սուղ բայսակ պիտի պրդե, ով ավելի սուղ գոշիկ պիտի առնե, ով ավելի սուղ հակուստ պիտի առնե։ Ահա ցանկություն հանդերձի եւ նորասիրության, նորացեվության։ Առանց նկատելով թե նորաաշխատություն եւ գազմությունը մեր երկրի եւ մեր ժողովրդի աշխատության արդյունքն չեն, մեր հանճարո քույտ չեն եւ մեր մեքենական կորձարաններեն ելած չեն, ճշմարիտ խոսելով մենք արժանի չենք այդ բերջությունները վայելել։ Երգիտեք թե քանի ծանր քնով գքնենք առանց երբեք հոգալու մեր օրական բարենն։ Դժբախտաբար գիներ կան իրարու հետ մրցակցության մեջ են, որտեղ գնախնդրեն հակուստ առնել, քան թե ընտանեկան հաշիվներն էլ, որ իրենց ոտքերը վերմագեն դուրս չանեն։
Միթե ես չեմ ճանաչեր ու տեսնար այն բազմաթիվ ընտանիքներ, որ իրենց դղոց բերնեն հաց կդրելով նախ նորասիրության չբետքերը գողոքան։ Այդպիսի ծնողներ կան, գիներ կան, որոնք իրենց երեխային բերնեն հացը կգդրեն, բայց նորացվելուտենեն ետ չեմ մնար։ Եվ Հռիմյան այրը գսե ես դժբախտաբար գիտեմ այդպիսի ընտանիքներ։ Ես չեմ ճանաչեր ընտանիք անբադվող այն անհոգ հայրերը, որ բարտքը չվճարելով վարկն ու բադիվ գգորուսանեն եւ փոխանակ ընտանեկան ցանկություն զսպելու եւ չափավորելու իրենք եւս նույն ցանկության հոսանքե մղվելով գերտան գասնի մինչեւ հայնգետ ուր հուսահատ չքավորություն գդիրե որքան այդպես ամբեկ մարդիկ կան Երանի թե այդ զգալի փորձով ուշապերեր բջնասեր ընտանիքը եւ այնուհետեւ գիտնար չափավորել յուր կյանք եւ ունայնասեր ցանկությունը Նորասիրության ցանկության հետը գցենք նաև մեծաձախ շինության ցանկություն եւ թանկագին գահգարասիած գազմությունը հսկա դուներ պետք է սարքվին ամենեսուղնոց գահգարասիները որբեսի մեկ մյուսին վրա դպավորությունը ստեղծե մեկ մյուսին վրա ավելի բարձրությունը ստեղծե մենք գիտենք թե թակավորին բալատ պետք է իշխանին աբարանք քաղաքացի ժողովրդին չափավոր դուն եւ տաշտապանակ շինականին խրջիտ մենք տեսանք ու դակավին կտեսնանք Մեր ազգին մեջ այն գարկի ընտանիքը, որոնց տրամակալուխը միայն իրենց կյանք եւ ապրուստը գերաշխավորեր, թե արհեստի եւ թե շահավաճառության մեջ։ Ամիտ սնապարություն չի արդյոք, երբ այդպիսիները անխորուրդ ծերնարգությամբ իրենց տրամակալուխը դանշինության եւ գահգարասիած համար գվատնեն, որով շահու եւ վաստակի աղբյուրները նվազիլ կսկսի։ Հանժամ դրդունջ կփառնան այդ դնաշեն դնդեսները, թե մեր ժամանակ թարն ու անհաճող է, թե վաստակ չկա, թե դուրևար թատրած է, թե անցյալը շատ լավ էր, քան թե ներկան։ Եվ որ մարդիկ կսեխրիմյան այրիկ հսկա մեծաձախ գումարներ կձախսեն գահգարասներուն վրա, դունին վրա եւ այլն, եւ կորձերու ցախողություն եւ լա կսկսին դրդնչալ, թշկոհիլ, որ անցյալին ավելի լավ է, հիմա հասկացախս ունին, ինչպես պիտի օկանք Ինչու համար ինքզինքդ այդպիսի ձանր ծախսեր ու դակտրի։ Նույնպես ասիկա փակիցի մեջ ասեմ սիրելներ հարսանյաց համար։ Այսօր հարսանիքները մրցում են, մրցույթ են իրարու անտեպ։ Նույնպես գնունքները ցավի սիրտ։ Ոմանցկով նույնիսկ թաղումները, որ ով ավելի լավ սեղան պիտի շտկե, ով ավելի շատ դրամ պիտի ծախսե ծաղիկներու վրա, նկարիչներու վրա այս եւ այդ։ Դժբախտաբար այսօր այնքան բաժանումներ կան Մարդիկ կջանչնան, որոնք այնքան ծախսի դակ մտած են բսակի համար, որ հետո քանի մը դարիվերջ բաժնված են, բայց դակավին իրենց ամուսության ծախսերն է որ գողական, բարտկերն է որ կվճարեն։ Երբ պիտի արտնանք։ Երբ պիտի արտնանք, որ անոնք բոլորը զեղություններ են, մեղք ունին, արտնանք։ Բսակը սուրբ ընտանիք կազմել է, սուրբ օջախ կազմել է, ոչ թե իրարու հետ մրցիլ է։ Ոչ թե այնպիսի հղբացած սեղաններ տնել է, որ վերջավորության ամենը աղբի երթա։ Ադիգ աստուծո թե մեղք ունի, որ անտին հազարավորներ, միլիոնավորներ բադարմ հացի գարոդ են։ Բայց հուսք ուրեմն նա գզղճա ու գխոստովանի եւ ինքնաթատ լինելով յուր ամդության վերագողբա, որ ցուցամոլ բերջության համար տրամակալուխ բջացուց։ Մարդիկ կան, որ գզղճան հետո որ այդքան գահգարասիներ, այդքան դուներ, այդքան բաներ հիմա զերոյի վրա նստած են, հիմա սնանգացած են։ Եվ ինչ կնե հետո հոյագապ դան փարասեր բնագիչը, երբ գտեսնա որ արդակուստ ընկերության մեջ յուր վարգ ու բադի բաքսած է եւ իներկուստ մեծաշեն դան սեղանին հացը նվազած։ Եվ մի կողմեն եւս անհոգ ընտանյաց նորասիրության անհակ ցանկություն երբեք բաքսած չէ։ Այո, ճշմարտաբար հացը բաքսած է, բայց իր նորացեվության նորասիրությունը տակավին բաքսած չէ մեջը։ Եվ գուքա արակ կհասնի այն թժբադե ժամն, որ դան դերն յուր ծերաշեն դունը ի վաճառ հանե, եւ որ այլևս չի գտնար ծախսին դագենել իր դունը վաճառքի գանե։ Եվ գեսքին վաճառելով վճարե յուր թիզված բարտկերը Եվ երանի թե մնար թույզնակյա մասն մի, որով գարենար նա գրգին տրամակլուխ կազմել եւ շարունակել յուր շահավաճառությունը եւ միշտ անցյալը մտապերելով խելապերեր սագավաբետ դնդեսության փարվոքեր յուր ընտանեկան կյանքը եւ այլևս չերտար յուր հին ջանաբար, որով վաղճանը վաճառել գուտա իրեն հայրենի դունն եւ ժառանգական ստացվածքը եւ ինքն կմնա անվարգ, անբադիվ եւ այնուհետեւ գամա գխոնարի սագավաբետ դնդեսության վարժաբեդին առաջ եւ գուսանի խնայության, բարգեշտության
ուրախության, բարձության, աշխատության եւ աբակային հերադեսության դասերը։ Եվ դարձյալ գրտնեմ, երանի թե մի անգամ եւ երգիցս խրատվելով եւ փորձվելով չմոռնար այդ օգտակար դասերը, որ մարդուն գնաց ապահովությունն է։ Մարդիկ կան, որ սիրելներ, երբ որ ճշպաղտ այս վիճակին կասնին, որ կսննկանան, զերոյի գիչնեն, թաշ չեն առներ, 1, 2, իրենց դուննալ գվաճարեն, ամեն ունեցածնա գվաճարեն, եթե քիչ մտրամ ունեցան, նորենը սկսան, նորեն մնացյալնա գվաճարեն եւ ճշպաղտաբար բան չի մնար, եւ թաշ չեն առներ դակավին։ Ես այդպիսի մարդիկ անցամ գիտեմ, ցավի սիրտ, գիտեմ, որքան ցավալի եղած վիճակներին եւ որքան խրադես չեն հասկնար։ Ինչու՞, որովհետեւ ուրիշներու դիմաց չեն ուզեր վար ինգած երևիլ, գուզեն մրցակցիլ, մանավանդ ինչ պիտես է ասոր գինը գամանոր գինը իրար վրախ ընտան։ Դառնանք այժմ ընտանեկան ցանկության մյուս ջուղ բացադրենք աստ, որքան զամեն ժանդապեր ու ավերի չէ։ Մահ գբերե իրեն եւ դարածելով գթունավորե ասկին ամբողջ ընտանիքը, որ հարստության է դա ցանկն եւս կփառնա եւ գչնչե մարդուն արժանավորության բադիվ, հանելով ու զրգելով զիրենք ընտանեկան բարգեշ թասեն։ Հիմա ուրիշ մեղքի մասի մի խոսի Խրիմյան այրիկ, լսեցեք, եւ այս մեղքը գսե ամբողջ ընտանիք մը գքանթե։ Այնուհետև նոցա բաժին այն է, որ արագ ու նշավակ լինի մարդոց աչքին ու տադաստանին առաջ, եւ ինչ է այս մոլեկնույն ցանկության անունն եւ վարք, մեկ բառով խոսիմ, անարագությունն է։ Մեր հրաշամիտ թարգմանիչները Ավիդարանի ջարած անարագ որդվույն ցանկը երկու բառով փոխանցած են՝ զիգյար անարագությամբ կաբրեր։ Անարագ որդի մասին է խոսքը, որ կնշանակե մոլորական մարդուն զեղ ցանկն յուր ամեն հանգամանոքն զորգվարեր անարագ որդին յուր գնաց մեջ։ Անարագ որդին ինչ ռավ, հորը Կովեն տրամը արավ, իրեն բաժինին գող ժառանգության բաժինը եւ գնաց ուրիշ երգիրը եւ մսխեց։ Վատնեց տրամը, անարագ կյանքով ապրեցավ, ուդելով, խմելով, աչը ցախը զախսելով, գիներու վրա, անարագ կյանքի մեջ։ Մարդոց մոլորթյան եւ անարագ վարուց ասպարեզը շատ բազմաջղի եւ ընդարձակ է, որոց նկարակիրը Ավիդարան գահանե մեր առաջ չրհեղեղյան թարու մարդոց աբագանյալ կյանքը, որոց համար գխոսի, գսե ուդեին, ըմբեին, գանայս առնեին եւ առանց լինեին։ Գուդեին, գխմեին, գին գարնեին գուդային։ Ասիրելներ չրհեղեղեն առաջ զեղ անարագ կյանքով ինչպես մարդիկ ապրեին եւ Աստված չրհեղեղով չնչեց ցանոնք։ Հաց ուդել մեր կյանքը բահբանելու համար է, քինի խմել մեր դխրություն փարադելու համար է աշխարհիս վշտագրութենեն։ Սուրբ ամուսնությամբ գին ածել, գին փերել, այդ եւս Աստվածաթիր օրինաց համեմատ մարդկային կյանքը բահելու եւ փառքավաճելու համար է։ Ոչ թե զեխության համար է, ոչ թե անարագ կյանքով ապրելու համար է։ Ինչ է աբանոյան թարում մարդոց անարագ կյանքը, զորս Հիսուս իբրև օրինակ հարաճ կբերե իսկուշություն յուր հավատացյալ որդվոց։ Ինչ է ուրեմն։ Այդ ինքնին հայտնի է թե նոցա կյանքը, այդ մարդոց կյանքը, չրհեղեղի ժամանակ ապրող, ծայրահեղ անփարեխառնություններ, նոցա սեղան ոգրամոլություններ եւ իրենց որովայն Աստված զոր գբաշտեին, իրենց փորներ իրենց Աստվածը մորցած էին ճշմարիտ Աստվածը եւ հետեւաբար իրենց փորը գբաշտեն, այսինքն միան ուդել խմելով զեղ կյանքով եւ այսպիսի մարդիկ կան այսօր նաեւ մեր ժողովրդի մեջ, ընտանիքներու մեջ։ Նոցակինին խելաթափ արբեցություններ, նոկա գուդեին, գխմեին եւ անմիջապես գվայլեին Աստուծո բարգեւները առանց բարգեւադուն օրտելու։ Ասիկ ամենը ցավալի բանն է։ Աստուծո դված բարգեւները գվայլեին առանց բարգեւադուն։ Ինչ կնշանակե բարգեւադու, ան որ բարգեւ գուտա, ով է բարգեւադուն, Աստված։ Այսօր մարդիկ եւ ջաշ կուդեն, Աստուծո բարգեւածն է, բայց չեն ասեր ջաշագեսուկ խաղաղությամբ ըզգերագուրս, որ բարգեւյալ է մեզ ի դիարն է, դիրոճմե բարգեւված է մեզի, օրտնյալ է դեր ի բարգեւս յուր, ամեն, օրտնյալ է դեր իր բոլոր դված բարգեւներու մեջ։ Բարգեւները գվայլենք շատերը, բայց բարգեւադուն չեն օրտներ։ Նույն ամպարիշ տարուն մեջ գնոջ եւ սուրբ ամուսնության բադի ոտնահար եղած էր։ Անասնապար խառնակնած լինելով սուրբ բսագին տաշնատրություն եղծված էր, այլևս ընտանեկան կյանքին բաբան բարիք չգար, ամոթ չգար,
Նոյի ժամանակներուն մինչև այսօր երկյուղածություն վերջացած էր, առհասարակ երգիր եւ մարդկության սեր աբագանված էր։ Աստուծո առաջ միայն մի բարի արտար նահաբետ մնացել էր անարատ երկնից առաջ։ Զորնախախրամություն բահեց դաբանով ու չրհեղեղով երկրից երեսեն չնչեց աբագանյալ մարդոց սերունդը։ Սուբկրոց բապությանց այս բադուհասի թասեն պետք է ուսանիմ թե ընտանիք եւ մարդկություն չնչող մեծ բադուհասը անարագ եւ զեղ ցանկն է։ Թե հայրենի ժառանգական հարստությունը վատնող անարագ ցանկն է։ Թե ի վերջո հացի գարոտ եւ սովմահ լինելուն բաժարն անարագ զեղ ցանկն է։ Թե անխզելի ամուսնության գապ հադանող հանդունքն ցերկ այդ է։ Թե ազգին, թե այլ ազգին տադարանած մեջ քրիստոնեական բարգեշտություն կամահրող անբատկար երեսն այդ է։ Թե հայտնի քինեդանց մեջ, քինեդուներու մեջ, հրաբարագի մեջ եւ այլ խավարաշրջիկ դեղերը քրիստոնյա անուն գրելով, հետանոսի ցանկ վարելով եւ հետանոսին քայտակություն դվողն անարակ եւ սանցարցակ ցանկն է։ Խաղաղ ընտանիք խրովող, ընտանեկան միություն քագող, հայրենական դան հաստատ հիմունք հիմնի վեր շրջող այդ է։ Որչափ երանի գլիներ, եթե արդի աշխարհի սրամիտ ու վարժ անարագներն ավիդարանի բատմած հին արագին օրինակը մտապերելով միանգամայն հիշեին իրենց նախկին ցանկն ու վիճակը, հիշեին թե անարք գրից ծառայության մեջ խոզարած եղած են եւ փապակեին իցերը սպերել նախնի գորուսած ազատ ցանկ ու հացալից սեղանն։ Երանի գսե Խրիմյան այրիկ, որ այսօրվան ապրող անարակ ցանկով ապրող մարդիկը անարագի նման հիշեին թե ինչ հացալից սեղան ունեին, ինչ օրտնություն գվայլեին եւ հիմա խոզարած եղերն եւ ետ դառնան։ Երանի Դարձեք ուրեմն ով դուք անարագության մեջ մաշված ու սողած թշվար զավակներ, դարձեք ըսկաստացեք ու դարձյալ շինեցեք ձեր ընտանեկան ավերակները, զոր ձեր ցերկով, ձեր գործով եւ ձեր հեստությամբ կագեցիք, ձեր անհուկությամբ, ձեր խեղճ ծնող վշտացուցիք, ձեր քույրեր, ձեր եղբայրները լացուցիք, ընտանեկան բադիվ, մարդկության բադիվ արհամարեցիք, դարձեք ու դարձյալ թուք շինեցեք ձեր կագած դան ավերակներն, եթե դակավին համեք ու համարիք այդ ճանապարհին վրա, եթե շարունակեք մնալ այս բիղծ ճանապարհի վրա, անարակ սանցարցակ յանքի ճանապարհին վրա, անշուշտ իգորուստ կդանիս ցեզ եւ դուք վադահամբավ ու սովամահ կգորնչիք, պիտի գործվիք եւ ի վերջո ձեր եւ ձեր հայրենի դան հիշադակ կբարձվի, կվերծվի աշխարհես, քերեզմա միայն գտողուք առանց անվան եւ փառած, միայն քերեզման գցկեք առանց անունի եւ առանց փառքի։ Թողունք այժմ ընտանեկան գենած այս մոլության նկարակիրը, որ շատ ընդարձակ է, հարաճ բերենք նաև նոր սովորական մոլության այն մասն, որ շատ ընտանիք հաջողութենե եւ հարստութենե հանելով հողի վրա նստեցուց եւ ինչ է Թորա անունն խաղամոլությունն է։ Կսե ցկենք իմ անարագության եւ զեխության այս բացատրությունը, որովհետեւ շատ ընդարձակ է, հիմա ուրիշ մեղքի մվրա գետրոնամ գսե, որ դժբախտաբար այս օրերուն ընտանիքներ ուղագի գկանթե եւ իրենց հարուստ վիճակեն սնանկ վիճակի գարաչնորդ է։ Ինչ է այդ անոր անունը գսե խաղամոլություն, խումար, այո խաղամոլություն, խաղամոլության դեսակներով։ Լումայափող կամ դնդեսակետ չեմ ես, գսե Խրիմյան հայրիկ։ Դժվարին է ինձ այդ մոլության նկարակիրն ըստ արժանվույն Երևան հանել։ Միան այս կան ըմբռնած եմ, որ այդ մոլությունը փախտին երևակայության մոլորված մարտիկը երկու գերբով ի կորց կտրեն, որ երկուքն եւս միաբես գորստական են։ Տեսնենք ինչ է, որ այս խաղամոլությունը երկու ցևերով մարտիկը կորցածը։ Մի գերբն է տրամով թղթախաղությունը, եւ որ գումարով թղթախաղաս, որոց ծածուկ հրաբարակը փուն ընտանեկան ցանկին ու ծոցին մեջն է։ Ընտանիքներու մեջ ալ դժբախտաբար մարդիկ տրամով խումար գխաղան։ Մյուսն է մայրաքաղաքիս արժեթղթոց հրաբարակը, որ այսօր գրեթե բազմաթիվ մարդկանց համար իբր հաջողակ շահավարություն մի դարձած է, որով շատ ընտանիք կհավիժեցան այդ խոր ու անդակ քեդին մեջ։ Դժբախտաբար աշխարհը սիրելներ շահավետության համար շատ այսպես հրաբուրիչ քաշողական դեսակ սպամունքներ եւ
խապկանքներ կներկայացնե եւ մարդիկ խապելով ամբողջ իրենց ունեցածը կգործընծնեն։ Եզոփոսին խորտավոր արագը, Եզոփոսը մեծ ուրեմն արագող եղած է, նոցա վերա գադարվեցավ արհեստավոր վաճառական իրենց բերնին հացը, այսինքն փոքրիկ ու չափավոր տրամակլուխ եւ աբահով վաստակը թողլով հոն վազեցին։ Մարդիկ սկսան իրենց գործերը ցկել եւ երթալ դոգոստերու յետևեն վազել։ Անըմբռնելի ըստվերին հետը խաղացին։ Ըստվերը շուկը գրնա մարդ բռնել, ոչ, բայց դժբախտաբար մարդիկ սկսան ադոր շուկին յետևեն վազել։ Իրենց չնչին ու ցամաքաչուր արվակներով մեծամեծ կեդերուն հետ մրցեցան։ Եվ ինչ չայցանի վերջո, ոչինչ։ Արվակներ ու վտակներ դարձյալ արատ կեդերու մեջ թափվեցան, կեդերն եւս աշխարհի քանսաբեդ մեծին անկլիայի ձովացյալ քանցուց հետ խառնվեցան։ Սերգուզե Խրիմյան այրիկը, որ դուք արվակներու բեսեք, բստի կեդակներու բեսեք, մեծ ճուրերու մեջ խառնվեցաք, այդ տրամը քնած հասավ անկլիա, որ ամբողջ աշխարհը իր ցերքի մեջ ունի անկլիան եւ ինքն է որ ամբողջ աշխարհի տրամը կդարձնե։ Իսկ մեր փոքրիկ վտակներուն վիճակը ագներև տեսանք թե ինչ եղավ ու դակավին կտեսնենք թե ինչ կլինի։ Անոնք որոնք քիչ գումար ունին եւ վստահեցան շահարկման տնել եւ այսպես շփախտաբար գորավ առանց իրենք աշխատելու։ Գծավիմ քրել ոմանք դժվարացան իրենց ընտանիքներով ու ոմանք եւս գադաղի հուսահատությամբ գնացին դեպի ձով, ասացին որ զիրենք ծածկե որբեսի մեռնին ու չզգան բադվո եւ ամոթո գսկիցն եւ չտեսնան իրենց դժվար ընտանյաց ամփախտ վիճակը։ Այո, ոմանք սիրելներ աղքատացան եւ ոմանք ալ անստասպանության թիմեցին, որբեսի այդ ցավը չաբրին եւ իրենց ընտանիքին այդ վիճակը չտեսնեն, բայց չգիտան որ իրենց ինքնասպանությամբ ընտանիքին ավելի մեծ ցավ պատճառեցին։ Իսկ արդանին խաղամոլությունը դունի մեջ եղած խաղամոլությունը որ շատ ընտանյաց համար իբրև միակ սպոսանք դարձած է սպաղելով միայն չնչին եւ աննշան գումարներով, սակայն ոմանց եւս իբրև փախտի խաղ որ մեծամեծ գումարներով գմրցին անբաժանելի մոլություն դարձած է, երկուքն եւս իրենց խիստ վնասակար հետևանքներ եւ վատար գողմեր ունին եւ դարձյալ թե բարոյաբես եւ թե նույնապես շատ աղիտապեր են ընտանեկան կյանքին։ Մինչև այսօր ընտանիքներու մեջ զանազան հավաքույթներու ժամանակ արիտներով եւ որ գավակվին կտեսնենք որ դժբախտաբար դրամատիկ թղթախաղով խումար գխաղան կամ թավլեյով խումար գխաղան։ Այս բոլորը սիրելներ դժբախտաբար մարդու մեջ մեղք կառաջացնե եւ այդ մեղքը կքանթե։ Վասնզի ոմանք գգորուսանեն, գգորսնցնեն, ուրիշներ գգտնեն, նոկա որ գգորուսանեն, անոնք որոնք գբարդվին, հայտնի է թե որ աստիճան մեղաբարդ են աշխարհի առաջ։ Նույնիսկ ընտանեկան գենաց մեջ, մոր ու զավակած առաջ, սեղանին հաց, ինչ ու ստացված կփառնալ եւ ինքնին ցերոք գողոբուտ տալ ուրիշին, որքան զայն ավելի ընտանեկան ավարարություն չկա։ Ուրեմն դժբախտաբար մարդիկ սիրելեր իրենց զավակներեն հացը կգտրեն, իրենց ընտանիքի ծախսերեն կգտրեն, որ այս խումարը խաղան։ Քաղաքագրթության մեջ այլևս ով կարող է մեղադրել ամայի լերներու ավազագած կորձը, որ միայն թիպված է ճամփորդին համար եւ շատ անգամ կոհ գլինին եւ կդած միան գարնեն, առանց ամբողջ դունը եւ ընտանիքը գողոպտելու։ Ճանապարհներում որ կողեր գային լերներու մեջ, սարերու մեջը, անոնք ավելի քիչ կկողնան, քան թե դժբախտաբար ընտանիքի հայրեր, որ խումարի գտնեն։ Իսկ այն որ լի ուրախությամբ գխայդա յուր փախտին խաղով, անոնք որոնք գհաղթեն խաղի ժամանակ, միթե նաև յուր ընտանիքը գվայելեն այդ անարտար եւ անկիրդն վաստակը, ոչ։ Նոկա ինչպես կգտնեն, նույնպես վաղ եւ թյուրավ կգործենեն, գորուսանեն դարձյալ։ Որովհետեւ սիրելներ հաղթողը գարձե որ միշտ հաղթական դիլա, մեկ անգամ գահթե, բայց 100 անգամ կբարդվի եւ շահածնա կգործընծնե։ Թե խաղին մեջ եւ թե այլ անհաշիվ զեխությանց մեջ գորուսանե, վասնզի շատ դժվարին է հավատալ թե աշխարհի խաղամոլները դնդեսություն գիտեն։ Անոնք որոնք խաղամոլ են, դնդեսել չեն գիտեր։ Կամ թե կարող են հաշվով եւ խնայությամբ ապրել։ Այդ շատ անբնական է։ Զի ով որ թյուրությամբ շահի, թյուրությամբ ալ գմսխե։
անոնք որոնք թյուրին հեշտությամբ կշային, հեշտությամբ ալ կգործընծնեն։ Եվ ով որ թարնակիր թարնությամբ քրտնած, այսինքն աշխատությամբ հաց եւ հարստություն ցերկ բերե, նա միայն գոկա դնդեսությամբ ապրիլ, դնդեսությամբ գարավարել յուր ընտանիքը։ Ան որ քրդինք կտապե աշխատանքի մեջ, անիգա միան գիտե ճշմարիտ ծևով դնդեսել, հացնալ եւ ընտանիքի բոլոր ծախսերը։ Իսկ անոնք որոնք սիրելներ թյուրությամբ շահած են եւ թյուրությամբ ալ կմսխեն կգործընծնեն։ Հիշենք այժմ նաև փարուական գոմի մեծ անբադվությունը զոր կգրե խաղամոլն։ Հիմա փարուական գոմն է գար այս խաղամոլին։ Չեմ գիտեր, նա ամոթ կսկա, երբ նորա անունն վադահամբավ գանչի, գդարածի թե այսինչ բարոնը յուր խաղի մեջ այսքան գումար գորուսերը։ Ամոթ կսկա այդպիսին։ Եթե մարդիկ սկսի խոսի լսել, որ այսինչ անցը այսքան մեծ գումար գործընծուց խումարի ընթացքին, ամոթ կսկան։ Ինչ կլինի հայն ժամ բարոնին վիճակը։ Բադիվ եւ վար գգորուսանե բարգեշ ժողովրդին առաջ, որով յուր արևդրական կորձերը եւ շահավաճառությունը անհաջողության մեջ կդատրի եւ երբեմն եւս իսպար իսնանգություն գերտա։ Դժբախտաբար եւ որ դեսնե մարդիկ որ ասիգա խաղամոլ է, այլևս կովերալ քրում չեններ եւ սնան կդառնա։ Փարուական ուրիշ մի մեծ վնաս եւս ասեմ քեզ, որը ընտանեկան կյանքի մեջ այդ չար օրինակով ընտանյաց կյանքը եղձանել, ընտանիքի կյանքը սրբաբղձել։ Զի ով գավադա, երբ ծնող եւ ընտանյաց մեծերը թղթախաղով մոլին խեղճ զավակները չդեվին նոցա եւ իրենց մադաղ հասակենը սկսյալ չվարժվին այդ ամեղ գարձեցյալ մոլությանց մեջ։ Եվ որ զավակները սիրեներ գտեսնեն, որ իրենց ծնողները այս սխալ ջամփու մեջ են, կգարձեն, որ ադիգա ճիշտ ճամփան է։ Եվ հետևաբար փարոյաբես զավակները կքանտվին եւ իրենք ալ մեծնան իրենց հորը, իրենց մորը ինչ որ դեսած են անոնցմե նույն բաները պիտի կրտեն։ Թողունք այս մայրեր եւ գիներն եւս այս ախտով գախտանան, ոչ միայն դրամատիկ, այլ մայրերը եւ գիներն ալ գսե խաղամոլությամբ գախտանան, ախտագից կդառնան եւ շատերն ախտացած են իսկ։ Թողլով արդնին դնդեսություն, թողլով զավակած խնամք եւ գրտություն, թողլով ընթերցմունք եւ ուրիշ ծնողական բարդիկներ։ Դժբախտաբար ցկած են ընտանեկան սրբություն, սուբ քիրք ընթերցում, սուբ քիրքի ընթերցում, այս բոլորը թողած փախտախաղերով երտան։ Եկեք տեսեք այսօր փախտախաղերուն փախտադեղերը ինչ գիներ կան։ Կացեք տեսեք Լաս Վեգասի մեջը, որքան հայեր կան, գին։ Բայց եկեք հարցուցեք այդ գիներեն ո՞ե գուն։ Նույն ինչապ ժամով որ գնստին այդ փախտա մեքենաներուն թիմացը, այդքան ժամով եկեղեցի գնստին, այն ժամին չէ 5 րոպե սուբ քիրք ասոխոս կընթերցեն, եթե ընթերցեն արդեն հոն չէին ասներ։ Վերջի գսենք որ ինչու ինչ հրած է մեր ազգը։ Թավաջանած է Աստուծո։ Անիգա սուբ քիրքի մեջ այս թավաջանությունը գոչի հոգևոր բորոնգություն։ Ինչպես որ երբ որ զույգերը մեկը գտավաջանե մյուսը բորոնգած կլա, այդպես ալ երբ որ մեկը գտավաջանե զաստված եւ ուրիշ խաղերու եդևեն գերտա, ուրիշ մեղքերու եդևեն, ուրիշ աստվածներու եդևեն գերտա, հոգևոր բորոնգությունը ռած կլա, հոգևոր շնությունը ռած կլա։ Խաղամոլ մարդոց կյանքի մեջ ավելի մեծ խանգարմունք միևս կա, զորնոքա թեթև եւ փոքր կհամարին, այսինքն թե ժամանակի փարվոք դնդեսությունը նոցա համար չէ։ Նոքա անոնք ցերեկվան աշխատության սպամուն բավական չեն համարիր, զողջուն քիշերն եւս այդ հաջողական խաղով կսպաղին։ Ուրիշ բամնալ գագսե Խրիմյան այրիկ։ Մարդիկ կան որոնք քիշեր ցերեկ խումարխանայի մեջ են, խումարանոց են։ Դժբախտաբար ոչ ցերեկ, ոչ քիշեր։ Նոքա չեն շնչեր ու չեն տեսնար ոչ արավոտյան գենթանարար շունչ եւ ոչ արևուն զակումը։ Նոցա չարաչար կնահատությամբ քիշերահանգիստ բահու մեջ արթուն գենալով գդանչվին, գորուսանելով մարնո առողջությունը, հոգվո մտավորական ուժը, որով գչլադի եւ գթմրի ողջ մարդուն կորձունյա ջարդարությունը։ Թուքաչ գիտե եւ գտեսնաս որ այդ քնահատ բարոնները, քունով դարված բարոնները, ցերեկվա մեջ իբրև քնաշրջիկ եւ աբուշ գտեկերին, որտեւ քիշեր ամբողջ քիշեր արտու մնացած են, խումարի մեքենաներուն թիմած, թղթախաղին թիմած, որ արդու ամբողջ սերսեմ եղած են, ինչպես ժողովուրդը գսե, քնաթաթախ վիճակի մեջ։ Քաղցրկուն եւ դժվարակույտ ոսկին գորուսանել են հետո,
Այդպիսի մարդիկ իրենց քաղցր քունը կգործնցնեն եւ դժվար գտնվող ոսկին, այսին վաստակը ցերեկվան շահան եւ վաստակն եւս կգորուսանեն, որոց միայն գագնգալեն խեղճ ընտանիքը, զայդ օրական շահերեն կգազմվի իրենց ներկա եւ ապակա կյանքին բարենը։ Համարոդենք, ամփոփենք, գսխրմյան այրիկ, արդեն ամփոփե։ Թեև շատ են եւ զանազան մեր ընտանեկան գենաց ներքին եղծմունք եւ անկարգություն, որով մեր ընտանեկան վիճակը շարունակ փոփոխության ենթակա է։ Մեր հարուստ եւ ազնվական քերտաստանները գրեթե 100 դարվան շրջան չունին։ Այսօր ասուբի նման բահմի գփայլին վաղ իրենց դողմական парքով գանցնին ու գստվերանան։ Ասուբը սիրելներ այն ոչավոր աստղերն են, որ գերևին բահմը եւ գերանան։ Այդպես ալ դժվախտաբար շատ ընտանիքներ այսօր գլան։ Մենք գիտենք Երգիր եւ երկրի օրենքը չեր աշխատավորեր, որ նոկա դողմային ջոխությամբ հասկե հասկ հարադևեն անկլիո լորդերուն չափ, բայց պետք է խոստովանիր, որ մեր ասկի ազնվական ընտանիքը չափազանց ցերնարգությամբ, անհաշիվ տնտեսությամբ եւ փարասիրական զեղությամբ իջեր խոնարեր են։ Չեմ իշեր թե ոմանք եւս անարտար ճանապարհով ու զրգանոք ջոխացեր են եւ դարձյալ նույն անարտար միջոցներով դուժեր են մինչեւ ցեդին փնիոնը։ Սիրելներ, գսե որ անկլիայի լորդերը հարյուրավոր դարի գամբին ինչպես եղավ որ մեր ազնվականները չգան այսօր ինչպես եղավ որովհետև այն գսե անփարոյության որ գահստին բարձունքի նույն այդ վիճակովալ գգործնցնեն իրենց ամբողջ ունեցածը անարտար միջոցներով ցերծկվածը անարտար ծևովալ գգործնցնեն ուրեմն այս աշխարհիս վրա ընտանիքները թե հարուստ եւ թե աղքատ գաբրին ու գմնան եթե կորձասեր մրջնոց նման աշխատասեր լինեն, եթե աշխատության արդյունքը ժողվելով իքանցադուն եւ իշտեմարանը ընտանեկան պետքերն իմաստուն տնտեսությամբ մատակարարեն, չմոռնալով հաշիվ, չափ ու գշիր, հոգալով նաեւ աբակած սմրան բաշարն, հորում թերևս կորձելն անհնարին լինի։ Ուրեմն, եթե մարդ ընտանիքը իմաստությամբ ապրի, բաշարները հավաքե, այսինքն քիդնա տնտեսել, անիգա փարկավաճ կյանքով գաբրի։ Եթե արդար վաստակին հետը զրգանք չխառնեն, հարստահարելով աղքատ ընտանիքները, որոնց վրեժխնդիր դատավորն Աստված է եւ գահդուցան է։ Եթե սիրելներ արդար ծևով ապրին այդ ընտանիքները եւ չհարստահարեն, չվնասեն, չուդեն ուրիշ իրենց կորձավորներուն իրավունքները, որովհետեւ անոնց իրավունքները եթե ուդեն, ապա Աստված է դատավորը։ Այրիներուն պաշտպանն է։ Եթե ընտանեկան թուրը ամուր փագեն, որ մուտ չքնա, հոն անարակ ու զեղ կյանք այս բացված տուրը, որ այժմ հայոց ընտանիքը կգործանե, կփակվի միայն ուսմամբ, դաստիարակությամբ եւ երկյուղած աստվածպաշտությամբ, ուսումով, դաստիարակությամբ եւ աստվածպաշտությամբ։ Եթե ընտանիքներ սիրելներ, ընտանիքի զավակներ ուսում, գրթություն եւ աստվածպաշտություն ունին, աստուծո երկյուղ ունին, այդ ընտանիքները փառկավաճ կմնան։ Ար որ պետք է լինի բոլոր ընտանյաց խնամք, չանք եւ մեծ հոգատարություն, այլև այլ զոհերով եւ անձնանվիրությամբ հանդերձ։ Այդ իսկ է միայն ջար ու թարմանը եւ մեկ եւ աշխարը կհավատա հայն որ հայոց ընտանյաց վիճակը լավակունի մեջ կհարադվե, փառքավաճյալները գանքուն կմնան եւ անգյալ ընտանիքը կբարձրանան։ Եթե սիրելներ ուսում, գրթություն եւ աստվածահաճություն աստուծո երկյուղ ունենա, այդ ժամանակ հայոց ընտանիքները կբարձրանան։ Գավարդեմ այս թրախտի ընդանյաց թույզնակյա երգույս վաստակը դարձյալ նույն բան գրտնելով ու գրելով, թե ընտանեկան դան հաստատուն հիմն ողջամիտ գրթություն եւ ուղիղ դաստիարակությունն է։ Այս է աշխարհի սպարույախոս իմաստասիրած ցույց տված միակ ճանապարհ։ Իսկ քան զիմաստասերն քերազանց ցույց կտան մեզ եւս լավակույն ճանապարհ Սողոմոն եւ քան Սողոմոն իմաստուն Հիսուս։ Հիսուս ինք այս ճամփան ցույց կտա եւ գսե. Մինն իբրե բատկամ գվջրե թե արտարություն զասկ փաշացնե, Սողոմոնը գսե որ արտարությունը ազգեր կփաշացնե, ազգը կփաշացնե, մեղքը նվազացուցանեն զասկս։ Մեղքերը կնվազեցնեն ազգը։ Բայց ազգն ընտանեկան արտարությամբ կբարձրանա եւ ընտանեկան մեղքով կնվազի։ Լսեցիք, ազգը ընտանեկան արտարությամբ կբարձրանա, կփարկավաճի եւ ընտանեկան մեղքով կնվազի, կաբագանի, կգործանի։ Իսկ մյուսն, այսինքն Հիսուս, հավատացելույն համար ցույց կտա ավետարանի բան եւ ճշմարտություն, որ այն իսկ է եւ միայն համայն քրիստոնեան ընտանյաց կյանքն եւ հավիտենական հիմն։ Հիսուս
ավիդարանը մեզի ցույց կտա ընտանիքներուն, որբեսի ավիդարանի մեջ են կալեն։ Երանի որ այս հիման վրա գահստադե յուր ընտանեկան կյանք, զոր երբեք չգարեն խախտել աշխարհի սկեդեր եւ հեղեղներ։ Հիսուս կսե ով որ իմ խոսքերս կկործատրե, նույնիսկ եթե հեղեղները կան, ապա այդ դունը կանգուն կմնա, որովհետեւ այդ դունը ժայռի վրա հիմնված կլա։ Եկեք սիրելի քույրեր եղբայրներ, մեր ընտանիքները ժայռի վրա, Քրիստոսի վրա հիմնենք, փարույականության վրա, թաստիարակենք մեր զավակները, գրթենք, Աստուծո անտեպ երկյուղ ունանք, Աստված բաշտություն ունանք, սրբություն ունանք, զեղ կյանքեն, մեղքերեն հեռու մնանք, եւ այդ ժամանակ ընտանիքը կանգուն կմնա ու չի խախտիր երբեք։ Իսկ եթե ընտանիքը մեղքերով եւ ներքին բարակդումներով բաժնված է, այդ ընտանիքը չի գտնար կանգուն մնալ։ Թող Հրիմյան հայրիկի այս խրատները հավերժ տասլան բոլոր ընտանիքներուն համար, որբեսի մեր ազգը փառքավաճի զարգանա եւ ամուր հիմերու վրա լա։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթաբերջ ձեր բոլորին։